Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում իր աշխատանք սկսում է Ձինա այդ նախագիծը։ Իսկ Ակոպովնան ինչպես միշտ ձեզ համար նախապատրաստել է բացառիկ թողարկում, ունեմ շատ սպասված հյուր, ընկերուհիս է ժամանել Ռուսաստանից, բնականաբար մոտակա 30 րոպեն գողացել են, որպեսզի մի քիչ էլ միասին բամբասենք, թե ոնց է կարողանում օրինակ Մոսկվայում համագործակցել շատերի հետ կամ պահպանել լեվելը, դա կարևոր երևույթ է։ Դրա մասին րոպեներ անց, որովհետև ըստ ֆորմատի պետք է շնորհավորեմ գրեթե բոլոր այն հոբելարներին, որ հենց հիմա սպասում են Ակոպովների շնորհավորանքներին, առողջ եք լինում լավ մարդկանց շրջապատում, աստծորնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, որից հետո վերադառնում ենք տաղավար եւ անցնում ենք բուն թեմային։
ես այս բան առաջարկում եմ ըստ ֆորմատի միշտ կամ տեսահոլովակ կամ տեսանյութ, այս բան տեսանյութ, ասեմ, որ նա ինձ համար գրեթե բոլոր տարիների լավագույն պարուհին է, բայց որ դարձավ գործընկերուհիս, դա ինձ զարմացրեց։ Ես վստահ եմ, որ հենց հիմա շատերը մոտ կնստեն, որովհետև տեսանյութը հատուկ ձեզ համար է։ Գալուս Մոսկվա։ Բարև ձեզ, շատ հաճելի է գտնվել այստեղ, մեր հայկական միջավայրում։ Եվ արիթ է հայորդիկ մրցույթ փառատոն։ Հայորդիկ մրցույթ փառատոնի մասնակից եւ ժյուրի անդամ եւ դա ինձ համար մեծ պատիվ է։ Այո, պիտի ասեմ, որ այս տարի առանձնահատուկ էր, որովհետեւ դուք երկար տարիներ է հայորդիկ մրցույթ փառատոնի կողքին եք, ժյուրի պատվավոր անդամ եք եւ այս անգամ դուք որպես ժյուրիի նախագահ եք։ Հումորով ասեմ, որ երբ Անահիտն ասեց ժյուրիի նախագահը դու ես, ասի Անահիտ ջան, ախր ես գոնե բարի գնացած լինեի մի անգամ։ Իսկապես ինձ համար մեծ պատիվ էր լինել հայորդիկի կողքին, քանի որ կատարված աշխատանքը, որ լսես, կարողա լավ չպատկերացնես, բայց երբ որ դու արդեն գտնվում ես ամիջական մասնակցություն ունես հենց մրցույթային փուլերի հետ, հերթով նայում ես բոլոր պարախմբերին, որոնք եկել են տարբեր երկրներ, տարբեր քաղաքներից, Ռուսաստանի տարբեր ծայրամասերից, մեր հայրենակից պարային համույթները եւ ոչ միայն մեր հայրենակից, այլ նաեւ օտար ազգի պարի անսամբլներ, որոնք պարում են մեր հայկական պարը եւ հնչում է հայկական երաժշտություն, ես ապշել էի, որ իսկապես Անահիտին հաջողվում է Դե ինչ, ձայնը բարձրացրեք եւ մոտ նստեք, որովհետեւ ընկերուհիս ինձ մոտ տաղավարում է, փորձելու ենք միասին շփվել, անկեղծանալ եւ իհարկե շատ հարցերի պատասխաններ ստանալ եւ ասեմ, որ նա տևական ժամանակ է բնակվում է Մոսկվայում, բայց տարվա մեջ մի քանի անգամ լինում է նաեւ հայրենիքում։ Սա բացառապես կազմակերպչական աշխատանքների համար պրոդյուսերներին տեղեկություն, հա, եւ ասեմ, որ ես մեծագույն սիրով պարուսուց հաղորդավարուի Մարինա Մարտիրոսյանին եմ հյուրընկալել Մարջան, բարի օր, բարի գալուստ ընկերուհիս։ Ողջույն Զինա ջան, ողջույն։ Մենք հանդիպեցինք, Մար, ես արդեն միտինգ էի անում ու նեղվում եմ, էլի, որ ընկերներս գալիս են ու ասում են Զին, ես ունեմ 1 օր կամ 2 օր ժամանակ։ Մարջան, դու երևի այն հներից ես չես իմանում։ Ինձ մոտ ով որ գալիս է, տոմսը առնում եմ ու ասում է Զին գալիս եմ։ Այդ հաշվար կար էլի, սրանից հետո։ Ես մի ամիս եմ այս անգամ այստեղ։ Այսինքն ամեն ամառ մենք աշխատում ենք, գալիս ենք տատիկների, պապիկների մոտ, ծնողների, իհարկե ընկերների, հարազատների եւ ինչու՞ չէ նաեւ գործնական այս անգամ մեկ ամիս կմնանք, այո։ Իսկ կարճաժամկետը դա հազվադեպ է լինում, դա ինչ արած չի լինում, եթե բան չասացի, բայց ինձ չի Ամերիկայի կապրում դժվար կլինի, էլ ճանապարհային հատվածով։ Բայց մի քիչ հետ գնանք մարգանք ներկային, հա։ Հիմա քանի որ նայում եմ իմ սիրելի միշտ ասում եմ կարապի կազմվածքով Մարինան նաև դարձել է գործընկերուհիս, որոշ ժամանակ է։ Դե ես տեսել եմ որ դու համերգներ ես վարում, առեսպես այնպես, բայց որ դու դառնաս, ասենք, եթերային հաղորդավարուի, դա լուրջ աշխատանք է։ Հիմա դու մեջն ես։ Ես 2005 թվականից եմ Զինջան արդեն հեռուստաընկերությունում, բայց ավելի հիմա գամ մեր ժամանակներ, երբ տեղափոխվեցի արդեն Մոսկվա, այնտեղ կար հայկական հեռուստաընկերություն, հրավիրեցին, սկսեցի աշխատել, հետո արդեն որ երկրորդ բալիկս պիտի ծնվեր, ես գնացի բալիկիս ունենալու այն մտքով, որ մի քանի ամսից կվերադառնամ, իրենք ինձ սպասում էին, բայց ցավոք հեռուստաընկերությունը փակվեց։ Այդպես հեռուստաընկերության պահը իմ կյանքից փոքրինչ դուրս մնաց, բայց հետո արդեն վերջին տարիներին ես ինքս որոշեցի, որ քանի որ չկա հեռուստաընկերություն եւ հիմա ավելի YouTube-յան հարթակն է, բաց, ազատ, հնարավոր, ես որոշեցի իմ նախագիծը սկսել եւ արդեն մի քանի տարի է կա նախագիծը եւ իմ նախագիծը չնայած այստեղի հեռուստաընկերություններից մեկը վերցրեց, 1 տարի ցուցադրեցին, այնպես որ ամեն դեպքում էլի հեռուստաընկերության հետ կապը կա արդեն շուրջ 20 տարի եւ ավել։
Շատ լավ, այսինքն մենք հյուրընկալում ենք հայտնի դեմքերի, մենք ֆորմատ շփվելու։ Տեղապրող հիմնականում, այո, արդեն հաջողակ գործունեություն ծավալող, ինչու՞ չէ նաև հայրենիքից եւ արտերկրից մեր հայրենակիցները երբ գալիս են Մոսկվա հյուրախաղերի, ինչ որ գործերով, այդպես նաև նրանց ենք հյուրընկալում։ Շատ լավ, մարդեր վերադառնալու ակնկալիք չկա, չէ՞։ Ցավոք սրտի ոչ, ցանկությունը շատ մեծ է, միտքը, սիրտը, ինչպես ասում են, լեռներում է մեր, բայց դեռևս չէ, բայց կյանքը այնքան նորմալ է։ Ես միշտ ասում եմ, նենց չի որ հայրենիքի մեջ ապրողները բոլորը հայրենասերներ են, աղբոր պես, մանավանդ վերջի մի քանի տարվա ընթացքում։ Նենց հերու որ հայրենիքն էլ մեկ անգամ են կյանքում տեսա ավելի շատ հայրենասեր են, ասա տենց համար։ Շատ լավ։ Մի հարց էլ մար, այն որ ասում է բավականին երկար տարիների փորձ ունեցող պարուսույցը, դա բնական է բալիկներ, ընտանիք, Ռուսաստանի Դաշնություն կներեք դա ամերիկան չի, որ ունեն ամեն քայլափոխին նաև հայկական խմբեր, ինչ որ ես միշտ ասել եմ, Ռուսաստանում էլ լավ, շատ են, բայց արդյոք ձեզ ձեռ կա տալիս են, որ ասում ձեռ տալիս է մեզ պարուսույցով զբաղվելը, թե ոչ, քո մոտ ոնց է, հասկացանք նվիրալ ես, բայց նաև պետք է ընտանիք պահենք, չեն որ չենք գնում լրիվ անվճարի, ձեզ խանգարում է այդ թեման, քիչ վճարունակ վիճակը, թե հոգնել եք զրոյից ստեղծելուց։ Գիտես, ձին շատ հետաքրքիր հարց է, ամեն մարդու մոտ երևի դա յուրովի է ստացվում, ինձ մոտ միտքը եւ նպատակը իհարկե կար խումբ ստեղծելու, գնալուց հետո իհարկե ես այդպես ձեռնամուխ եղա, բայց էլի եկավ այն փաստը, որ ես պիտի բալիկ ունենամ։ Ու քանի որ եթե դու ինչ-որ մի բան ստեղծել ես արդեն ընթացքում ես երեխա ունենում, հեշտ է պահելը եւ անել, պահել, բայց եթե դու նոր պիտի սկսես եւ արդեն փոքր կիսատ թողնես, դա չի ստացվի։ Այդպես ես 3 անգամ որոշեցի խումբ բացել եւ հասկացա, որ երևի չէ, դեռ պահը չի եկել։ Հետո ես հրավերներ ստացա այլ խմբերից, հիմնականում հայորդիկ անսամբլ է, շատ հրաշալի անսամբլ է, արդեն մոտ 30 տարի գործունեություն է ծավալում հայկական ժողովրդական պարերի իրենցից ստացա հրավեր որպես պարուսույց բեմադրիչ աշխատեցի մի քանի տարի, հետո արդեն 3-րդ տղաս ծնվեց ես նորից ընտանիք եւ բալիկներ, բայց երբեմն պարբերաբար լինում է հրավեր, նաեւ ես եմ պարում դեռ միջև այսօր լինում է բեմադրություններ եմ անում, այդպես իմ խումբը դեռ չունեմ, բայց հասունացավ այն պահը, որ ես բացեցի դպրոց։ Այո, դպրոց, որը նաև հիմքում ես ուզում էի լիներ պարարվեստը եւ նաև հայոց լեզու գրականությունը։ Բայց ինչ-ինչ պատճառներով տեղի խնդիր է, որովհետեւ դեռ չեմ կարողացել գտնել այնպիսի տարածք, որ լինին եւ լսարաններ եւ դահլիճ։ Դրա համար գտա դեռևս լսարաններ եւ որոշեցի, որ ոչինչ, կսկսեմ հայոց լեզվից գրականությունից, որովհետեւ շատ կարեւոր է օտարերկրում պահել լեզուն։ Հետո ոչինչ կգա ժամանակը նաև դահլիճ կգտնենք եւ նաև ես երեխաներին կսովորացնեմ հայկական բառեր։ Այո, դա նոր է, վերջին դեռ 1 տարի չկա։ 25 թվականի հոկտեմբերից ենք սկսել, կոչվում է Մեծ Հայք։ Դպրոցը շատ ողջավորված են երեխաներ, ովքեր գալիս են մեզ, նույնիսկ ծնողներն են ողջավորված։ Եվ ովքեր են քեզ հետ համագործակցում դպրոցում, աշխատակազմ։ Այո, ունեմ ուսուցիչներ եմ գտել եւ հայոց լեզվի եւ գրականության, ընկերանին, ընկեր Նայրան եւ այդպես ես էլ ղեկավարում եմ, երբեմն ես էլ եմ երեխաների հետ զրուցում, ինչ որ բաներ եմ պատմում, իմ կյանքից, իմ փորձից։
Եթերից հետո ես մի լուրջ առաջարկ ունեմ քեզ։ Ես շատ կցանկանամ, որպեսզի իմ նոր եթերաշրջանում, որը լինելու է բնականաբար սեպտեմբերի ամսին, Մարինա Մարտիրոսյանը ունենա իր էջը Ռուսաստանի Դաշնությունից։ Ես կխնդրեմ, որ դու ինձ ամեն անգամ մոտապես միջև 7-8 րոպե պատրաստես տեսանյութ բոլոր հյուրերի հետ, ովքեր գալիս են քեզ մոտ, հյուրընկալում ես, շփվում ես, բայց նկարումը լինի բացառապես Ձինա այդ նախագծի համար։ Էքսկլյուզիվ, որ բացի այն, որ դու ունես քո թողարկումը, ունենաս նաև էջ, ես շաբաթվա մեջ մեկ օրը ներկացնեմ, թե մեր հայրենակիցներից ով է այսօր Մարինայի հյուրը եւ բնականաբար ինչ թեմաներ եք քննարկում հայրենիքից դուրս։ Հետաքրքիր առաջարկ է, Ձինջան, կարող ենք քննարկել, այո։ Մեկի դա չեմ առաջարկի։ Դա ընթացքի մեջ պահպանենք, մենք շփվենք, հասկանանք, որտեվ ես ուզում եմ դա ունենալ սեպտեմբերի ամսին, որովհետեւ այդ նույնը ես առաջարկ արել եմ նաեւ իմ գործընկերուն, որը բնակվում է Միացյալ Նահանգներում։ Հետաքրքիր էսպես կամուրջ կստեղծի, շատ հետաքրքիր միտք է, Ձին, շատ։ Ես փորձում եմ դա նաեւ լսարանի համար լինել ակտուալ եւ ասեմ, որ դա շատ հեռուստադիտողների նաեւ խնդրանք է։ Իսկ դու ինձ համար դա վստահ եմ կաշխատես կուղարկես։ Այո, սիրով։ Մար, իսկ ըստ ֆորմատի մենք ունենք նաեւ բլից հարցեր։ Օհո։ Որտեղ մի քանի հարցադրումով ես կարողանում եմ նաեւ բացահայտել հյուրիս ներքին աշխարհը եւ ճաշակը։ Գնացինք, Մար։ Գնացինք։ Օրը սկսվում է առավոտյան ժամը 6:30։ Լուրջ ես ասում։ Այո։ 3 երեխա ճանապարհել դպրոց։ Ցավետի մոռացել էի։ Իսկ առավոտյան սուրճ, թե երեկոյան թեյ։ Առավոտյան սուրճ։ Նախընտրելի ուտեստ ունենք։ Առանձնապես չէ, ինչը որ համեղ է եւ թեթև է։ Գուրման չես։ Չէ, այդպես չէ, բայց քաղցրավենիք եմ սիրում, խմորեղեններ։ Իսկ Մարինայի կարոնի ուտեստը ո՞րն է, որ ինքն է պատրաստում, էդի քոննա լավն է ստացվում։ Ոյ, մոտ ես կարողանում եմ տոլմա պատրաստել եւ իմ ընտանիքի սիրած բորշը։ Վերջացավ։ Խմիչք, որ նախընտրում ես։ Չկա այդպիսի խմիչք նախընտրած, երևի շամպայն համը։ Լավ, իսկ կենաց ու շատ հետաքրքիր հարցեր։ Կենաց իհարկե չեմ ասում դու ասես, բայց կենաց որ սիրում ես լսես եւ խմել հայրենիքի համար։ Ապրես։ Սև, սպիտակ թե այլ գույն։ Այլ գույն։ Շատ լավ։ Ես միշտ սիրում եմ, երբ որ դու կարմիրով ես լինում։ Ներողություն։ Երեկոյան թե սպորտային հագուստ։ Նայած որտեղ, որ ժամին, եւ նա։ Դա երկուսն էլ։ Իսկ սպորտաձև կա, որ պարուհուն միշտ ձգել են։ Այո, մեծ թենիս։ Մեծ զբաղվել եմ, այո, շատ սիրել եմ։ Ես սպասում եմ, որ ասել, գեղարվեստական մարմնամարզություն իմ այդ կազմվածքի հետ քեզ կսած։ Չէ, ես լավ, բացահայտվեց։ Սեր թե փող։ Սեր։ Հա, տենց մի անգամից։ Փողոց սեր չի լինում, մար։ Փողոց սեր չեմ մտածել, բայց գիտես ոնց սերը շատ կարևոր է, որովհետև եթե դու սիրով անես գործդ, փող կարող ես աշխատել։ Եթե սենց որ սենց կյանքիցդ պիտի մեռնելով թոկը վզիցդ կապած գնաս այդտեղ այդ վայել նույնիսկ այդ վաստակած գումարը չես կարող էլի վայելել սենց սիրով։ Իսկ համաձայն ես սեր առաջի։ Այո, բայց լինում է չէ դեպք, որ այդ փողը նաև կորցնում է սերը։ Այնքան փող չի լինում, սիրո մասին չես խոսում։ Լինում է էլի մար։ Հա, էլի Աստված չանի դրան հասնենք, բայց լինում է, որ փողը մտնում է կոմունալները, մտնում է մեր կյանք ու մոռանում ես ապրելու մասին էնել սիրով։ Անցանք վատ բաներ չենք խոսում։ Ֆիլմ թե ներկայացում։ Եվ նա։ Մար իր կա, որ միշտ քեզ հետ աման ես տալիս։ Հեռախոսից բացի։ Դա հեռախոսը։ Դե թե չէ։ Ինչ որ իր կա, չգիտեմ, այնտեղ ես գիտեմ շատ կանայք եւ աղջիկներ ունեն։ Դե շուրտներքն է։ Հա։ Հետո պուչուրիկ թալիսման ունեմ, որ ինձ հետ է։ Այդ է կարևորը։ Լավ։ Եվ էլ ինչ ունենք։ Շուրտներք էլի, հա, եւ համակարգիչ թե հեռախոս։ Հեռախոս, ես այդքան համակարգչի հետ, չնայած աշխատում եմ, իհարկե իմ սցենարները ինքս եմ գրում եւ այլն, բայց ավելի շատ հեռախոսն է։ Ինչի մասին երբեք չես բարձրաձայնի։ Ինչի մասին երբեք չեմ բարձրաձայնի։ Չգիտեմ, դիմացինի
թերության, ինչ որ վատ կողմի, ես ավելի շատ աշխատում եմ լավը տեսնել։ Ապրես։ Իսկ մի բան կա, որ երբեք չես անի։ Օ, իհարկե։ Ազգանունս չեմ փոխի, անունս չեմ փոխի։ Եվ էլի մի քանի բան։ Ոչ մեկ էս հարցի sense չէր պատասխանել։ Ասեմ իմանաս։ Ինչից է վախենում Մարինա Մարտիրոսյանը։ Օ, վախերը, գիտես, նենց հետաքրքիր է, ես մինչև երեխա ունենալը քիչ էին իմ վախերը ավելի։ Հիմա երեխաներից հետո վախերը մի քիչ շատացել են։ Կորստից ես վախենում։ Կորստից, այո։ Նույնիսկ եթե օրինակ է երեխաներից հետո ես եթե լեռնագնացությամբ էի զբաղվում եւ առանց մտածելու, հա, նույնիսկ Արարատը եւ Արագած եւ դժվար իրավիճակները, ես հիմա կարող եմ մտածեմ, չնայած ցանկությունը շատ մեծ է, բայց արդեն կարող եմ մտածեմ, արդյոք արժե դիմել, գնալ, եթե հանկարծ ինչ որ Աստված չանի մի բան կատարվի, իսկ միջև երեխաները ես նույնիսկ ինքնաթիռով թռչելուց երբեք չեմ վախեցել, մի կաթիլ անգամ անհանգստություն չի եղել, իսկ երեխաներից հետո ես հիմա այդ անհանգստությունը կա։ Ինքերս մեծացել է։ Այո, իհարկե։ Մենք նախորդ դարից ենք իրար ծանոթ Զինա ջան։ Մի տեսակ փոխվել ես մար։ Դեպի լավը թե դեպի վատը։ Լավը, դու դե սիրում ամայս։ Իսկ ով է Մարինայի կյանքի հերոսը։ Օ, կյանքի հերոսը իմ ամուսինը, իմ զավակները հիմա արդեն։ Եվ էլի լավ է։ Այո։ Հերոսներ կան էլի, բայց դե կարևորներին դու շեշտեցիր։ Շատ լավ։ Ման իսկ դու երազներիդ հավատում ես։ Նա տեսնում ես ինչ որ այո, հետաքրքիր երազներ տեսնում եմ, գունավոր։ Երբեմն մտածում եմ, չկա այնպիսի գիտնական, որ կարողանա ստեղծի այնպիսի սարք, որ դու քնելուց հագնես եւ քո երազները նկարահանվեն։ Պոտենցիալ ես տեսնում։ Իսկ այն երազներ կա, չէ, որ զգուշացնում է մի տեսակ։ Դու արդեն ունես իրեր, որ ասում եմ երազի մեջ ես մի բանը որ տեսնում, ինձ մի տեսակ զգուշացնում է։ Այդ քոնը կա, տենց թեմաներուն մեջ կաս։ Գիտես, ոնց այդպես չեմ զգուշանում, խորանում, բայց եղել են դեպքեր, այո, որ ես ինչ որ մի բան տեսել եմ, հետո կատարվել է։ Հա։ Շատ լավ հասկացա։ Իսկ ներքին ձայն ունես։ Այո։ Հավատում լսում ես։ Հավատում եմ, ունեմ, ինձ երբեմն դա խանգարում է, որովհետեւ Մարինաստե կա փոքր։ Հա։ Այո, ես ինչ որ մի բան պիտի լինի, ասում եմ հաստատ ինչ որ մի բան, օրինակ, այսպես կգնա, հետո ասում եմ, չէ, մի մտածի։ Հա։ Բայց այնպես եմ որ 6-րդ զգայարան, ասում եմ, դե չի էլի ստում, ճիշտ ասում։ Հա, ես քեզ հետ համաձայն եմ։ Մարդկա ասում է, երբ լսել եմ հակառակները, բայց ինձ մոտ միշտ զգուշացրել է։ Այո, ես էլ։ Լավ, իսկ ինչ երբեք չես ների։ Երբեք դավաճանությունը չեմ ների։ Գլոբալ ու մեծ սուտը, առհասարակ դե սուտը։ Նեգատիվ ունենք։ Շատ լավ, ռադիո թե TV։ TV։ Հա։ Իսկ ունի կարգախոս Մարինան։ Ոյ, կարգախոս միշտ լինել ազնիվ։ Ազնիվ առհասարակ աշխարհի դիմացինի նկատմամբ եւ ինքդ քո նկատմամբ։ Ես հիմա հարց եմ տալիս քեզ, ես այս հարցը ամեն մեկի չեմ կարող տալ, որովհետեւ շատերը շատ լուրջ են ընդունում, բայց ինքը բավականին ինչքան է լուրջ է կատակ հարց է, էլի։ Կա նավ, այն էլ խորտակվող մար։ Ահա։ Դու հնարավորություն ունես փրկելու մեկին։ Մեկը ջիպնա Արման Ներսիսյանը, մյուսը Զինա Ակոպովնա։ Վայ, ես ինչ հարց դու տվեցի։ Մի րոպե, Արման, լողալ գիտես։ Չգիտեմ, այդ կապ չունի։ Բա որ հիմա երկուսը ես էլ չգիտեմ, մեզով։ Լուրջ ես։ Այո, նենց որ պետքա երևի Արմանն է փրկողը։ Ջիպին վերցնենք, որ երկուսից էլ փրկի։ Շատ լավ, կարևորը անկեղծացը։ Որտեւ ընկերներն եմ գալիս ասում, դե երկուսը խորտակվեն, հա, ասենց թեմաների մեջ։ Դե էլի կատակ, հում լուրջ չեն ասում, կատակում։ Շատ լավ, եւ այսքանից հետո էլ ես գիտեմ, որ դու ունես մեծ բանակ եւ լսարան, եւ մենք գործընկերներ ունենք, ինչու ոչ, քեզ ֆանատորեն հետևում են պարաշխարի շատ ներկայացուցիչներ եւ նաեւ օրվա հոբելյարներ Մարջան։ Տեսախցիկը քոնն է, մի երկու բառ։ Օրվա հոբելյարներին իհարկե դա կյանքում այդպես ծննդյան օրը տարեդարձը շատ կարեւոր ու լավ օր է։ Իհարկե ասում են ինչքան մեծանում ես, այդքան չես ոնց որ սիրում նշել, բայց ես չեմ հավատում դրան։
կապ չունի մեր հոբելյարները քանի տարեկան են, սկսած փոքրից մինչև մեծ, ես իսկապես ուզում եմ անկրկնելի Դինայի տաղավարից բոլորիդ շնորհավորել տրիվիալ կլինի երևի այդ խոսքերը, բայց առողջ լինել ամենակարևորը, լինեք հաջողակ, շատ երջանիկ պահեր ապրեք, որովհետև երջանկությունը հենց այդ երջանիկ պահերից է, որ հետո կյանքի վերջում ասում ես այո, կյանքս իզուր չի անցել, այնպես որ բոլորիդ լավ օր, իհարկե, ուրախ անցկացնեք եւ ամենալավն ու բարին ապրես, շնորհակալ եմ քեզ։ Իսկ ես պահանջում եմ քեզ ամեն անգամ ներկա գտնվելով, նորություն ունենալով ինձ տեղեկացնես 21 TV-ն հյուրը կալ հեռուստաընկերությունը եւ Ակոպովնայի տաղավար բնականաբար գրավում են բացառապես լավագույնները եւ իհարկե ես շատ սիրում եմ, երբ որ ինձ մոտ տաղավարում լինում է նոր սերունդը։ Դու իմ 100 տարվա ընկերուհին ես, գիտես, որ ես եթեր սիրում եմ հրավիրել այն մարդկանց, ովքեր որ նոր են սկսում մուտք գործել տարբեր բնագավառներ, որովհետև ասում են դե ինքը հայտնի չի կարող եթեր գալ։ Ոյ, ես տանել չեմ կարողանում այդ արտահայտությունը։ Մեզանից ոչ մեկ հայտնի չի եղել։ Իսկ նոր սերնդին պետք է դռներ բացել, ճանապարհ հարթել։ Այնպես որ ես այս ամբողջը ասում եմ նաև քո բոլոր այն ընկերների համար, ովքեր որ նաև քո շրջապատից են եւ բնականաբար բնակվում են քեզ այդ Ռուսաստանի Դաշնությունում, անպայման ասում ես, եթե ունեք ասելիք եւ յուրովի պահում եք այդ ձեր ոգին հայկական այն էլ Ռուսաստանի Դաշնությունում եկեք Դինայի ծրագիր եւ դրա մասին պատմեք, որովհետեւ հնարավոր է, քանի որ մեզ դիտում է ոչ միայն հանրապետությունն, այլև on-line ամբողջ աշխարհը, կարող է ձեզ հենց այդ բան գտնել եւ գալ ձեզ հետ համագործակցել։ Այդ կարեւոր է։ Դա հրաշալի հարթակ է ստեղծել, դու միշտ հյուրընկալ ես, 21 TV-ին իհարկե շնորհակալ եմ, այո, որ առիթը բաց չենք թողնում, ես ուրախ եմ, որ մեր ընկերությունը այսպես շարունակվում է, թեկուզ մենք կարող ենք ամիսներով, տարիներով իրար չգրվել, չէ, երբեմն գրվում ենք, խոսում ենք, այդ հաճախակին չի, բայց երբ որ հոգին հարազատ է, դա մնում է։ Օրինակ մենք մեր կուրսընկերուհիներով ունենք իմ մանկությունից ընկերուներ, որ այսպես մնացել է։ Այդ ջիգարը, այո, այդ կոչվում է ջիգար։ Այո։ Շնորհակալ եմ քեզ, բարևներս, նաև հարգանքներս իմ գործընկերներին, ովքեր նաև որ քո շրջապատում են մարդ։ Սիրով փոխանցեմ ջինջան։ Եվ այսքանից հետո էլ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր որ հետևում են եւ միշտ Ակոպովնայից ակալում են տակրկիր թողարկումներ լավագույն դեմքերի ուղեկցությամբ։ Միջև հիմա ձեզ հետ իմ Մարինան եւ ձեր Դինա Ակոպովնան, ում կարող եք փնտրել եւ գտնել բացառապես 21 TV եթերում։ Բարին ձեզ։ This is DJ Nut Featuring Martin McCutcheon 1, 2, 3, let's go Նա երեք ույան խանդի պատճառով Իս թողեց ու հեռացավ իր ճանապարհով Նեղացավ մոռանալով որ ինքը գնաց Բայց իր սիրտը առաջվա պես ինձ մոտ